Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության վերականգնումը Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Մենք նախկինում մի շարք հրապարակային հայտարարություններ ենք արել կապված հարաբերությունները լիարժեք վերականգնելու մեր ցանկության մաքուր էջից ռազմավարական գործընկերություն սկսելու եւ դրա համար հստակ ճանապարհային քարտեզ մշակելու հետ։ Վրաց-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ կա կոնսենսուս, գլխավորն այն է, որ կոնկրետ քայլեր ձեռնարկվեն։ Այդ ամենը մեծապես կախված կլինի նրանից, թե Միացյալ Նահանգներում ի վերջո որքանով կհաղթահարվի խորքային պետությունը։ Կոբախիձեի խոսքով, եթե լինի երկկողմ քաղաքական կամք եւ Վրաստանի նկատմամբ արդար մոտեցում, ապա հարաբերությունները կվերականգնվեն։ Վրաստանի առաջին ալիքի հետ հարցազրույցում վարչապետն անդրադարձել է նաեւ Ուկրաինայում հակամարտությանը, նշել միայն Միացյալ Նահանգներն է խոսում պատերազմը հնարավորինս արագ դադարեցնելու մասին։ Կոբախիձեն քննադատության է ենթարկել այդ հարցում Եվրամիության դիրքորոշումը։ Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել հեռարձակման մասին օրենքում փոփոխությանը, որով արգելվում է արտասահմանյան ֆինանսավորումը հեռուստառադիոընկերությունների համար։ Խոսքը ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ֆինանսավորման, դրամական եւ ցանկացած այլ նյութական ֆինանսավորման մասին է։ Օրենսդրական մեկ այլ փոփոխությամբ էլ սահմանափակումներ են նախատեսվում բովանդակության նկատմամբ։ Մասնավորապես հեռարձակման մասին օրենքն այսուհետ լրատվական ծրագրերում պահանջելու է պահպանել արդարության, անկողմնակալության եւ հավասարակշռության սկզբունքները։ Օրենքի պահանջներին բովանդակության համապատասխանությունը գնահատելու է հաղորդակցության հանձնաժողովը։ Օրենքով արգելվում է նաև առանց նախազգուշացման հարցազրույցների եւ հեռախոսազրույցների ձայնագրումն ու հեռարձակումը։ Ուսումնական հաստատություններում, ոստիկանության բաժիններում, հիվանդանոցներում, ուղիչ հիմնարկներում արգելվում է նկարահանումն առանց համապատասխան թույլտվության։ Փոփոխությունները կտարածվեն ոչ միայն հեռուստաեթերի, այլև կայքերի ու հեռուստա եւ ռադիոալիքների սոցիալական էջերի վրա։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունից հայտնել են, որ 2025 թվականի հունվար-փետրվար ամիսների ընդհանուր տվյալներով Վրաստանի առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 3 միլիարդ 600 միլիոն ԱՄՆ դոլար, որից 835 միլիոնը արտահանման ծավալն է, իսկ 2 միլիարդ 700 միլիոնը ներմուծման։ Նշվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրաշրջանառությունն աճել է 15.6%-ով։ Ներմուծման ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներն է 478 միլիոն դոլարով։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է 344 միլիոն դոլարով, երրորդում Թուրքիան 338 միլիոն դոլարով։ Ադրբեջանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը 213 միլիոն ԱՄՆ դոլարով։ Հայաստանը 10-րդն է 98 միլիոն ԱՄՆ դոլարով։ Վրաստանից արտահանող երկրների ցանկում առաջին տեղը զբաղեցրել է Ղրղըզստանը մոտ 167 միլիոն դոլարով։ Երկրորդ տեղում Ղազախստանն է, երրորդում Ադրբեջանը, համապատասխանաբար մոտ 101 եւ մոտ 98 միլիոն դոլարով։ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարտի 21-ից 31-ը կբացվի Թուրքիայի հետ սահմանի մարգարա-անցակետը։ Նպատակը Թուրքիայի տարածքով Սիրիա հումանիտար բեռներ ուղարկելն է։ 2023 թվականին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո մարգարայի կամրջով Հայաստանը 100 տոննա մարդասիրական օգնություն էր ուղարկել Թուրքիա։ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարգարա-անցակետը հիմնանորոգվել է 2022 թվականի ամռանը։ 2024 թվականի մարտի 1-ից անցակետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանապահ ուժերով։ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո երկրի տարբեր քաղաքներում, այդ թվում Անկարայում, Ստամբուլում եւ Իզմիրում զանգվածային ցույցեր եւ անկարգություններ են սկսվել։ Բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջև։ Իրավապահներն արցունքաբեր գազ ու մահակներ են կիրառել։ Պաշտոնական տեղեկություններով ձերբակալվել է 37 մարդ սոցիալական ցանցերում սադրիչ գրառումներ կատարելու կասկածանքով։ Իմամօղլուն համարվում է նախագահի հնարավոր արտահերտ ընտրություններում նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր մրցակցը։
հարցակիցը։ Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդի հանրապետական կուսակցությունը չնայած երկրում ցույցերի եւ հանրահավաքների արգելքին կոչ է արել բոլոր քաղաքացիներին հավաքվել Թուրքիայի նահանգային եւ շրջանային վարչակազմերի շենքերի մոտ։ Կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ Ստամբուլի քաղաքապետին ձերբակալել են քաղաքական նկատառումներով։ Էրդողանի աշխատակազմն էլ ընդդիմությանը մեղադրել է Ստամբուլի քաղաքապետարանի դեմ հետաքննությունը քաղաքականացնելու փորձերի համար։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեդդին Ալթունը հայտարարել է, որ երկրում դատական համակարգն անկախ է եւ դրա ցանկացած որոշում պետք է հարգեն բոլորը։ Նա երկրի քաղաքացիներին կոչ է արել վստահել պետական մարմիններին եւ պաշտոնատար անձանց հայտարարություններին։ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ի վաղ առավոտյան փողերի լվացման, անօրինական եկամուտ ստանալու եւ ֆինանսական միջոցների ստվերային հոսքին առնչություն ունենալու կասկածանքով։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ այս գործով ձերբակալվածների ընդհանուր թիվը հասնում է 100-ի։ Իմամօղլուի ձերբակալությունից առաջ Ստամբուլի համալսարանը հայտարարել էր, որ չեղյալ է համարել վերջինիս դիպլոմը խախտումների պատճառով։ Համալսարանական կրթության արկայությունը պարտադիր պահանջ է Թուրքիայում նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման համար։ Միացյալ Նահանգներն արձագանքել է Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությանը։ ԱՄՆ պետքարտուղարությունը Թուրքիային կոչ է արել հարգել մարդու իրավունքները եւ պատշաճ կերպով կառավարել ներքին շրջանակները։ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում մեկնաբանել այլ երկրի ներքին որոշումների կայացման գործընթացները, բացառությամբ նրանց հիշեցնելու, որ Վաշինգտոնը նրանցից ակնկալում է այնպիսի քաղաքականություն, որը կհարգի բոլոր քաղաքացիների իրավունքները։ Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը դատապարտել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը։ Մենք խստորեն դատապարտում ենք Ստամբուլի ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը, դրանում առկա են առաջիկա նախագահի ընտրությունում գլխավոր թեկնածուներից մեկը համարվող քաղաքական գործի նկատմամբ ճնշման բոլոր նշանները։ Հատկանշական է, որ դա տեղի է ունեցել ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Իմամօղլուին որպես նախագահի թեկնածուն առաջադրելուց մի քանի օր առաջ։ Ձերբակալությունը հետևեց Ստամբուլի համալսարանի որոշմանը քաղաքապետ Իմամօղլուին զրկելու գիտական աստիճանից, որը նախագահի թեկնածուների համար պայմաններից մեկն է։ Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ 3 առանձին ընտրությունների ժամանակ Ստամբուլի բնակիչներն անվերապահորեն վստահություն են հայտնել քաղաքապետ Իմամօղլուին։ Հայտարարության մեջ նշվում է, որ Ստամբուլի քաղաքապետի ձերբակալության հարցը կքննարկվի կոնգրեսի բյուրոյի նիստում մարտի 24-ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին Նովրուզի առիթով։ Մեր երկու երկրների եւ ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ամուր բարեկամական հարաբերությունները շարունակում են հանդիսանալ այն հիմքը, որի վրա զարգանում եւ օրստորեն ընդլայնվում է Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև բազմավոլորտ եւ փոխշահավետ համագործակցությունը։ Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանին ուղղված շնորհավորանքում էլ վարչապետը նշել է. Հայաստանի եւ Իրանի միջև սերտ բարիդրացիական հարաբերությունները թող շարունակեն անշեղորեն զարգանալ ի նպաստ մեր պետությունների եւ ողջ տարածաշրջանի խաղաղության ու բարգավաճման։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունեն մեզ համար եւ մենք պատրաստ ենք ընդլայնելու եւ ամրապնդելու համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Իրանի իշխանությունները կվերացնեն հիջաբ կրելու նկատմամբ վերահսկողություն իրականացնող բարքերի ոստիկանությունը նոր օրենքի շրջանակներում, հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նա նշել է, որ հիջաբի կրումը վերահսկելու մասին գործող օրենքն ամբողջությամբ չեղյալ է հայտարարվել, այն կկարգավորվի այլ օրենքով։ Իրանական ԶԼՄ-ները գրում են, որ անցած տարի Իրանի խորհրդարանը հավանություն է տվել առաքինության եւ հիջաբի կրման մշակույթը խթանելու միջոցով ընտանիքներին աջակցության մասին նոր օրինագծին։ Փաստաթղթում մասնավորապես նշվում են օրենքի դրույթների խախտման համար նախատեսված պատժի տեսակները։ 2022 թվականի սեպտեմբերին Իրանում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել կապված ոստիկանական բաժանմունքում 22-ամյա Մահսա Ամինի մահվան հետ։ Նրան ձերբակալել էին բարքերի ոստիկանության ուժայինները հիջաբը սխալ կրելու համար։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը անընդունելի է համարել, որ Իսլամական Հանրապետությունում աղջկան ձերբակալում են հիջաբի պատճառով, իսկ հետո նրա դին
հանձնում հարազատներին։ Նա պահանջել է կանանց չանհանգստացնել հիջաբի հարցով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային եւ նրան հանձնել Շարաֆ ՇՔ նշանը։ Ես բարձր եմ գնահատում ձեր գործունեությունը։ Դուք մշտապես կապի մեջ եք ընտրողների հետ, միևնույն ժամանակ միջազգային ասպարեզում պաշտպանում եք մեր երկրի ազգային շահերը եւ ձեր աշխատանքով արժեքավոր ներդրում եք ունենում մեր երկրի ընդհանուր զարգացման գործում։ Գաֆարովան երախտագիտություն է հայտնել Ալիևին, հավաստիացրել Միլի Մեջլիսը խորհրդարանական մակարդակով մշտապես սատարելու է նախագահի վարած քաղաքականությանը։ Ավելի վաղ Սահիբա Գաֆարովային բարեկամության շքանշանով է պարգևատրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հրամանագրի համաձայն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը պարգևատրվել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած վաստակի համար։ Սահիբա Գաֆարովան Ադրբեջանի խորհրդարանը գլխավորում է 2022 թվականից։ 2024 թվականի սեպտեմբերին նա վերընտրվել է այդ պաշտոնում։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելտկամպի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու իրավիճակը տարածաշրջանում։ Բայրամովը գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Նա ընդգծել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է վերացնել խոչընդոտները։ Ադրբեջանի արտգործնախարարն անդրադարձել է հայ գերիների նկատմամբ դատավարությանը, նշել, թե իբր ձերբակալությունների ապօրինի լինելու մասին հայտարարություններն անհիմն են։ Նիդերլանդների արտգործնախարարն Էլիքսի միկրոբլոգում նշել է, որ ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը եւ ընդգծել ստորագրման ուղղությամբ հետագա քայլերի կարեւորությունը։ Վելտկամպի խոսքով համաձայնագիրը վճռորոշ է տարածաշրջանում կայուն խաղաղության եւ կայունության համար։ Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել նաև Միացյալ Թագավորության արտգործնախարար Դեյվիդ Լամիի հետ։ Քննարկվել են Մեծ Բրիտանիայի եւ Ադրբեջանի միջև համագործակցության հարցերը, տարածաշրջանային իրավիճակը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Բայրամովը նշել է, թե չնայած խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, այն ստորագրելու համար անհրաժեշտ է վերացնել առկա խոչընդոտները։ Ավելի վաղ Միացյալ Թագավորության արտաքին համագործակցության եւ զարգացման հարցերով պետքարտուղարը ողջունել էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Լամին կոչ էր արել հնարավորինս շուտ սկսել փաստաթղթի ստորագրման գործընթացը։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։